Հավերժի ճամփորդ Անդրանիկ Ապերյան Անդրանիկ Արգամի Ապերյանը ծնվել է 2001 թվականի փետրվարի 26-ին Արմավիրի մարզի Վանանդ գյուղում։ 2011-ից 2012 թվականներին Անդրանիկը ընտանիքի հետ տեղափոխվել էր Ռուսաստանի Դաշնություն, սակայն 2020 թվականին, երբ լրացավ նրա 18 տարին, նա կամավոր վերադարձավ Հայաստան պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար։ Զորակոչվելուց հետո ծառայության է անցել Արցախի հայտնի Եղնիկներ զորամասում։ Իր բարձր կարգապահության ու նվիրումի շնորհիվ անմիջապես գնահատվել է հրամանատարության կողմից եւ ստացել հետախույզի որակավորում, ինչի մասին անգամ ծնողները չգիտեին։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսված 44-օրյա պատերազմի առաջին օրերից Անդրանիկը ակտիվորեն մասնակցել է Եղնիկների պաշտպանական ծանր մարտերին։ Նա առանց վարանելու կամավորագրվում էր հրամանատարության կողմից տրվող ամենավտանգավոր առաջադրանքներին։ Պատերազմի վերջին փուլում, երբ իրավիճակը ռազմաճակատում կրիտիկական դարձավ, Անդրանիկն իր ստորաբաժանման հետ տեղափոխվեց Շուշիի պաշտպանությանը մասնակցելու։ Շուշիի մատույցներում նոյեմբերի 4-ին մարտերից առաջ նկարահանվել է մի տեսանյութ։ Դրանում 19-ամյա Անդրանիկը լավատեսությամբ ու ժպտալով պատմում է, թե ինչպես են պատրաստվում թշնամուց մաքրել տարածքը։ Վերջին անգամ մորը զանգել է նոյեմբերի 5-ին, ոգևորությամբ պատմելով իրենց հաջողության մասին։ Գնացինք, դրանց ցխեցինք եկանք։ Անդրանիկ Ապերյանը զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 7-ին Շուշիում։ Նա ընկել է հակառակորդի դիպուկահարի կրակոցից վիրավոր ընկերոջ կյանքը փրկելիս։ Անդրանիկի մարմինն ամփոփված է հայրենի Վանանդ գյուղի գերեզմանատանը, իսկ նրա անունը հավերժացել է հայոց պատմության մեջ որպես հայրենիքին անմնացորդ նվիրվածության խորհրդանիշ։